Առաջին հարցս այն է, կրիպտոյով զբաղվողները ինչու են բողոքում նոր օրենքից։ Ոչ միայն կրիպտոյով զբաղվողները, այլ նաև Web3 տեխնոլոգիայով զբաղվողները, որը IT ոլորտը ու սերտաճած է այդ ձեր իմացած օրենքի հետ։ Ինչպես նաև բողոքում են հայրենասեր մարդիկ, որոնք տեսնում են, որ տնտեսությանը վնաս է տրվում։ Լավ։ Կրիպտոյով զբաղվողները բողոքում են առաջին հերթին այն պատճառով, որովհետև վերվել է նենց օրենքի նախագիծ, որի արդյունքում այդ ոլորտը ուղղակիորեն պետք է սպանվի Հայաստանում։ Օրենքը եվրոպական միկա կարգավորման պատճենն է վերցրած եւ մի քիչ ավելի վատը սարքած։ Այդ օրենքի հիմնական կետը սրանն է, որ ասում է, եթե կրիպտոարժույթի փոխանցում եք ստանում, ենթադրենք Հայաստանը, Ամերիկայից, Ռուսաստանից, Իրանից, Չինաստանից, նախպես էր այդ գումարը կարողանում եք վերցնել, գնալ կանխիկացնել եւ ծախսել Հայաստանում։ Եվ տոկոսներ չկար, բանկային համակարգով չէր անցնում, չեք սպասում օրերով, հա, այդ ահռելի տոկոսներ չեք տալի։ Հիմա այս թազաօրենքով ասում են, որ այդ փոխանցումները ամեն ինչ անելուց հետո միևնույնն է պետք է գնաք բանկ, մենակ բանկային փոխանցումով կարողանաք։ Դա նշանակում է, որ այդ ամբողջ նորարարությունը արագության, ցածր տոկոսների եւ այլն հոդս է ցնդում։ Եվ նորից այդ գումարների տոկոսները մեր քաղաքացիների գրպաններից գնում է բանկային համակարգի գրպանը։ Նաև այժմ օրենքը պարտավորեցնում է դիմել բանկերին հերթ կանգնել, միջնորդավճար վճարել, արդյոք սա բարդություն չի ստեղծում, պետք է ավելի պարզ տարբերակով չէ լիներ։ Ոչ թե բարդություն չի ստեղծում, այլ դա ամբողջությամբ դեմ է այդ կրիպտո համակարգին։ Կրիպտո համակարգի իմաստը նրանն է, որ բանկով չգնար։ Օրինակ, եթե դուք Ռուսաստանի քաղաքացի եք կամ Իրանի քաղաքացի եք, եկել եք Հայաստան, ուզում եք գումար ծախսեք, ընդունեք, դուք ձեր համար բանկային համակարգ չեն բացելու։ Ձեր միակ տարբերակը կրիպտո ստանալ, սա Հայաստանում ծախսել, ներդրում անելն էր։ Հիմա արդեն ձեզ ասում են մեր օրենքը պարտադրում է գնալ բանկում հաշիվ բացել։ Եվ որ կանային բանկում հաշիվ բացային, ի սկզբանե այդ կրիպտոն չէր ստեղծվել, էլի։ Դա սա հարցը։ Եվ իհարկե այո, տոկոսները, բանկերը, հələ պարզ չի, բանկերը գումարները կտան, չեն տա, կթողեն դուք գումար ստանաք, չեն թողի եւ այլն։